Ողջույն Սելայթի ոդքասթի սիրելի լսարան։ Ինչպես արդեն խոստացել էինք, այսօր հյուրընկալելու ենք ոչ միայն ՏՏ ոլորտի մասնագետների, այլ նաև այլ ոլորտներում, հարակից ու համագործակցող ոլորտներում վաճառքի մեծ փորձ ունեցող խոսնակների։ Այսօր իմ հյուրը Կալիբրի անշարժույթի գործակալության տնօրեն Ռուստամ Գրիգորյանն է։ Ռուստամ ջան, ողջույն։ Ողջույն Հայկույ ջան։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Ես էլ անչափ ուրախ եմ այստեղ լինելու համար։ Ոնց ես հատկապես ուրբաթ երեկոյով այս նկարահանում անելը, կարծում եմ աշխատանքային շաբաթվա թերևս դժվար ամփոփում է։ Ես չէի ֆիքսել, որ այսօր ուրբաթ է, անկեղծ։ Իմ մոտ չեմ շաբաթվա օրերը չեմ նայում, շաբաթ կիրակին էլ եմ աշխատում։ 24/7 Կիրակին ավելի շատ փորձում եմ մի քիչ հանգստի տրամադրել, բայց մի մասը աշխատում, մի մասը չեմ աշխատում։ Քանի որ ես հիմա մի քանի դեր ունեմ գործունեության, մեկը դա իմ ընկերությունում հենց նաև որոշակի աշխատաժամանակ վաճառքներին եմ տրամադրում։ Երկրորդ դերը դա տնօրենի դերն է, այսինքն ղեկավարման գործառույթ եմ կատարում, եւ երրորդ դերը դա սեփականատիրոջ հիմնադրի գործառույթներն են, եւ շատ հաճախ այն բուն աշխատաժամանակի 10-ից կամ 9-ից 6-ը շատ դժվար է լինում հիմնադրի գործառույթները իրականացնել, որովհետեւ քեզ այդտեղ մենակություն է պետք, քեզ այդտեղ մտածել է պետք ու օրվա ընթացքում զանգերն ու բաները չես կարողանում կենտրոնանալ, դրա համար օրինակ ես սիրում եմ կիրակի օրերը կամ շաբաթ երեկոյան կամ աշխատանքային օրերը երեկոյան աշխատել։ Ինչի ես հանգստանալու հարցից սկսեցի, այլ ոչ թե մեր ավանդական մասնագիտական ճանապարհի հարցից, որովհետև քո պրոֆիլով գիտեմ, որ բազմապրոֆիլ ու տարբեր տեղերում ներգրավված մարդ ես ու ներկա պահին անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի անդամ ես, քո կազմակերպությունն ունես, Realtor ես, վաճառքի մասնագետ ես, ուզում եմ այդ 4 պրոֆիլները հերթով քննարկենք, հասկանանք նախ ոնց այդպես ստացվեց, որ եկար հենց անշարժ գույքի ոլորտ որպես վաճառքի մասնագետ ու հետո հիմնադրեցիր կազմակերպությունդ ու իհարկե շատ չմոռանանք ինչի համար ենք հավաքվել, շատ կենտրոնանալու ենք հենց վաճառքի գործիքների, սխալների, սովորած դասերի ու հետաքրքիր պատմությունների վրա։ Սկսենք այդ մասնագիտական ճանապարհից, ինչ քայլերով եկար հասար անշարժ գույքի ոլորտ։ Իմ մասնագիտական ուղին սկսվեց ԱՄՆ-ում մոտ 8 տարի առաջ։ Հանգամանքների բերումով ես հայտնվեցի ԱՄՆ-ում, Նյու Յորքում, Բրուքլինում։ Եվ որոշակի ժամանակահատված շինարարության մեջ էի աշխատում որպես բանվոր։ Եվ մեկը բաց էի թողել։ Հա։ Եվ կարճ ժամանակ հետո որպես project manager էի աշխատում, արդեն մեր սեփական բիզնեսներ իմ վարպետի հետ որոշեցինք, որ պետքա բիզնես անենք, այսինքն ես նախաձեռնեցի, ունեի ծանոթ, ով որ տների առուվաճառքով էր զբաղվում, եւ մեր հերթական գործը ավարտելուց հետո զանգահարեցի իրան, առաջարկեցի, որ մենք իր շինարարությամբ զբաղվենք իր տների, եւ նաեւ իմ վարպետի հետ խոսեցի, ասացի, որ արի ես պրոյեկտը մենեջ կանեմ, որովհետեւ ես լավ խոսում եմ, ես լավ պայմանավորվում եմ մարդկանց հետ, դու էլ ոնց որ տեխնիկական կտորը, այսինքն շինարարության կտորը կվերահսկես, ու տենց դարձավ, որ մի Ամերիկայում հայտնվելուց մի 5 ամիս հետո ես զբաղվեցի բիզնեսով անշարժ գույքի ոլորտում։ Որոշակի ժամանակ անց հենց տները, որ վերանորոգում էինք, այդ պրոյեկտը իրականացնում էինք, ինձ ասաց, որ ես կուզեմ, որ դու ինձ համար տներ փնտրես, դառնաս մեր ընկերության իմ համար buyer agent, այսպես ասված, հա։ Հիմնական միտքը նա էր, որ գտնել հարկադիրի տակ եղած տներ կամ ներդրումային պոտենցիալով եղած տներ, որոնք որ խնդիր ունեն, բանակցել իրենց հետ, գույքը գնել, անշարժ գույքը գնել եւ վերանորոգել, վաճառել ավելի թանկ, flipping է կոչվում դա։ Շատ լավ։ Շատ հետաքրքիր էր ու ես այդ ժամանակավանից ինչ որ մի պահ հետո ուղղակի թողեցի այդ շինարարությունը ու ես ինքս ասացի ես ուզում եմ full time սրանով զբաղվեմ։ Ու ես այդ պահից մինչև ակնաժներից ծայրը սիրահարվեցի անշարժ գույքին ու վաճառքներին։ Ու մինչ այսօր ոնց որ այդ ուղին եմ շարունակում։
Այդպես։ Ստեղ ես հարց ունեմ։ Գիտեմ, որ շատ ուսումնասիրել ես ոլորտի տարբեր մասնագետների աշխատանք ու փորձել ես, այսպես ասած, իրենցից փորձ ձեռք բերել, թե մենթորություն են քեզ արել, թե տարբեր դասընթացների ես գրանցվել, ու քանի որ հենց US-ի շուկայի մասին խոսքը գնաց, այ սկսենք այնտեղի մենթորներից, գիտեմ, որ ունեցել ես շատ լավ մենթոր, մի փոքր խոսենք իր մասին։ Իմ առաջին մենթորը երևի հենց այդ մարդն է եղել, ում մասին ես խոսում եմ, Վահանն է իր անունը, իմ ղեկավարը, եւ ես իրանից շատ բան եմ սովորել, ի ուրախություն կամ ի դժբախտություն ինձ իր մոտեցումը ղեկավարման այնպեսին էր, որ ինքը ասում էր ես ինչ անեմ, մի անգամ ուղղակի ասում էր ինչ պետք է անեմ, ինչ որ չափով նաեւ ցույց էր տալիս, ու բայց չէր ասում թե ոնց պետք է անեմ։ Ու իմ խնդիրն էր հետո բացահայտել թե ես ոնց դա պետք է անեմ։ Ու դրա համար ու առհասարակ այդ ժամանակ իմ համար ուղղակի շոկ էր այդ վաճառքի աշխարհը, որովհետև ես նոր բանակից զորացրվել էի այդ պատերազմական ինչ-որ վիճակներին, նաև ապրիլյան պատերազմից հետո ավելի տենց կարծրացած իմ մոտ մտածելակերպ էր երևի թե ու երբ որ ես տեսնում եի որոշակի վաճառքի տրյուկներ կամ բան, իմ համար դա ասես մի քիչ անհասկանալի էր էլի, ուղղակի ասենք բանակում դե օրինակ խաբելը թեմա է, չի կարելի խաբել, վաճառքների մեջ դե չեմ ասի խաբել, որովհետև ես չեմ սիրում այդ, բայց ինչ որ բան լռել, ինչ որ մի բան չասել, հա։ Դե բայց շատերն ասում են, որ վաճառքի մասնագետները մեծամասամբ խաբում են, ու այդ ամենամեծ ստերեոտիպերից մեկն է։ Ես չեմ սիրում դա, ես սկզբունքներ ունեմ, որ չի կարելի խաբել, դրա փոխարեն կան հմտություններ, որոնք որ պետքա կիրառեն։ Օրինակ։ Դե նախ սկզբունքային մասով հիմա կասեմ, ես չեմ ընդունում այն, որ վաճառքի մասնագետները ասում են, որ վաճառքը դա ԻՑՆ պետք է լինի, ես բացարձակ դեմ եմ դրան, որովհետև ես ինքս ինձ համարում եմ հաջողության հասած վաճառքի մասնագետ, եւ ես ԻՑՆ վաճառքի մասնագետ չեմ եղել, վաճառական չեմ, ես դա սովորել եմ ուղղակի, ինֆորմացիան վերցրել եմ, վերարտադրել եմ, փորձել եմ եւ այդ հմտությունը հավաքել եմ ու ես կարողանում եմ ինչ որ մի պահի լինեմ վաճառող, ինչ որ մի պահի չլինել, հա, մտածելաձևի մասին է խոսքը։ Մի քանի այսպես ասած հմտություն, որ առավել հենց դու ես կիրառում քո աշխատանքի մեջ։ Հիմա նորից եմ ասում, իմ դերը մի քիչ փոխվել է, երբեմն ես դուրս եմ գալիս վաճառքի մասնագետի, ավելի շատ գործարարի դերում եմ լինում։ Այդտեղ արդեն դերը փոխվում է, ուրիշ վարքագիծ պետք է դրսևորես, բայց ու պրիտոմ ես ես վերջում մի հատ իմ մոտ ինսայթ է եկել, որ շատ կարևոր է թե որ փուլում ես մասնագիտական ճանապարհի ու այդտեղ հմտություններդ ու վարքագիծդ փոխվում են, երբ որ դու սկսնակես, այլ հմտություններ ու այլ ձևաչափով պետք է գնաս։ Օրինակ շատ կարևոր է համառությունը այդտեղ, հա, ագրեսիվությունն է միգուցե, հա, որը հենց ես ի սկզբանե կիրառում էի։ Հետագայում դա դառնում է արդեն ապրելակերպ, դու ավելի հանգիստ ես լինում, ավելի սնայպերի նման ես խաղում, հա, տոչիշներ ես անում։ Consistency-ն, շարունակականություն, էլի համառություն կարանք տանենք։ Միանշանակ։ Դե այդ ես որ հիմա մի կարճ ասեմ ոնց է ես աշխատում այդ ժամանակ, ոնց որ այդտեղից կարանք հանենք այն հմտությունները, որոնք որ երևի թե պետք են վաճառքի մասնագետին։ Ու եկավ մի պահ ես որ հասկացա ես գիտելիք չունեմ, այսինքն ես չգիտեմ ոնց խոսամ մարդկանց հետ։ Ինձ Վահանը ասաց դու գնա տուն գտի, ասա ես ուզում եմ առնեմ այս տունը։ Ես էլ զանգում եմ, ասում եմ բարև ձեզ, ես ուզում եմ ձեր տունը առնեմ, կարանք հանդիպենք, ինձ էլ ասում են դու ով ես, որտեղից քեզ իմ համարը։ Այդքան բան։ Okay։ Ու ես սկսեցի արդեն ինչ որ ռեկլամներ, մարքեթինգային բաները աշխատեց, հա, ուղիները ու ինձ եկան տրեյներներ, տրեյնինգներ, տարբեր տեսակի, ես սկսեցի հետևել ու նորից այդտեղ այն ագահի պես սկսեցի այդ ինֆորմացիան վերցնել, կլանել, հա, երևի թե մինչև այսօր ու ես վերցրեցի մի քանի տրեյնինգներ բավականին թանկարժեք Grant Cardone-ից, որը աշխարհի top մասնագետներից է։ Հենց անշարժ գույքի ոլորտում, չէ՞։ Հենց անշարժ գույքի ոլորտում եւ վաճառքի տրեյնինգների ոլորտում, այսինքն university ունի իր անունով, հա, հենց տրեյնինգների
եւ նաեւ անշարժ գույքի մեջ է ինվեստիցիաներ անում, ինքն էլ իր ճանապարհը որպես վաճառքի մասնագետ է նաեւ սկսել։ Ու այդ տրեյնինգները, այդ ուսուցումը ինձ շատ ոգևորվեց ու ոնց որ վառելիք տվեց իմ ճանապարհը գնալու համար։ Ու ես ինչ էի անում։ Ես կազմեցի իմ դատաբազան Բրուքլինի այն թիրախային այդ թաղամասի, օրինակ, որով ես զբաղվում եի, բոլոր այն տները, որոնք որ իմ պոտենցիալ ոնց որ գույքերը կարան լինեին, առաջիկա 10 տարում։ Առաջիկա 10 տարում։ Այո, 3 ամիս այդ բազան հավաքում էի, որովհետև իմ շունչը այդտեղ բացվել էր։ Իմ տեսլականը այդտեղ 10 տարվա էր, 5 տարվա էր։ Եվ ես ինչ էի անում, ես ամեն օր մոտավորապես 50-ից 100 հատ սառը զանգ էի իրականացնում այդ տներին, այսինքն prospecting-ը արել էի, սկզբում գույքերն էի դատաբազան էի հավաքել, զանգեր էի անում, հին զանգացներին էի follow-up անում ու չեմ ասի քանակ էլի, ասենք անկախ քանակից, այնքան պետք անեի, մինչև ինքը հասնեի ես իրան։ Ու իմ վերջում իմ հաջողության кейսերից մեկը հենց տենց դեպք է եղել, որին ես 3 ամիս follow-up եմ արել անդադար։ Ու ինչ որ մի օր ինքը ուղակի հեռախոսը վերցրել է, ու ասել է արի հանդիպենք։ Գնացել ենք ու դիլ է եղել։ Ամերիկայում տենց է, քեզ օրական 20 հատ կարա զանգ գա, voicemail գա, տարբեր ընկերություններից, տարբեր առաջարկներով։ Մրցակցային շուկան շատ զարգացած է այնտեղ։ Իդեպ նաև օրենք կա, որ չի կարելի սառը զանգ անել։ Իրական մետ էի ուզում ասի, այնքան հարցեր հավաքվեցին, ասես փորձեմ հերթով տալ։ Դու ինձ պաուզա արա, երբ պետք է արեմ, որտեղ հիշեցի, որ հա մենթորի հարցը ինձ թեման շատ հետաքրքիր է։ Տեսա հերթով հիշեմ բոլոր հարցերը, որ պետքա տամ, հա մենթորի հետ կապված հարցը պետքա դեռ հասկանանք ու Cardone кейսը պետքա հասկանանք, բայց այդ սառը զանգերը իրականում Ամերիկայում գիտեմ, որ շատ լավ դպրոց է, հատկապես երբ նոր է սկսում այդ սառը զանգերով անցնելը, այդ նույն իրավիճակը Հայաստանում հակառակն է, որովհետև Հայաստանում նախ վախենում կամ ատում են սառը զանգերը, երկրորդ այդ մոտիվացիան շատ շուտ է կորում վաճառքի մասնագետի մոտ սառը զանգ անելու։ Ես ունեմ 2 գոլեգաներ, ովքեր իրենց աշխատանքը հենց սկզբի էտապում փոխեցին, ուրիշ ոլորտ գնացին, մենակ այն պատճառով, որ մի ամիս սառը զանգ արեցին, մի քանի հոգուց ոչ լսեցին ու այդ եղավ իրենց համար ոնց որ մասնագիտական ուղին փոխելու պատճառ։ Քո պարագայում գիտեմ, որ ոնց մի անգամ ասել ես, որ 10,000 սառը զանգ արել ես ու 5,000 մերժում ես ստացել։ Այդ մերժումները ու դրանից հետո մոտիվացիան պահելը ոնց ես կարողացել մոտիվացիան պահել ու շարունակել ու 3 ամիս նույն մարդուն follow-up անելը այդ ահռելի մեծ գործ է։ Մոտիվացիա ունենալը շատ ավելի լայն թեմա է, որտեղից մոտիվացիա, ոնց ունենաս մոտիվացիա։ Իսկ սառը զանգանելն էլ ինքը էլի իր տեխնոլոգիան ունի, այսինքն ես քանի որ ի սկզբանե ասացի, որ ես սովորել եմ վաճառքները եւ երբ որ ես սովորում էի, օրինակ առանձին դասընթաց կար բավականին ծավալուն սառը զանգեր իրականացնելու եւ այդտեղ կա նաեւ թեորիա, այսինքն որ ժամերին է կարելի զանգել, ինչ կոնվերսիա կա սառը զանգանելու եւ այլն եւ այլն։ Այդտեղ մի քանի ոնց որ սկզբունք կա, որ պետքա ուղղակի գիտակցես այն, որ դիմացի կողմը քեզ չի ճանաչում։ Այդ օրինակ 1, երկրորդը այն, որ հեռախոսը զանգը ինքնին շատ ավելի կարճ ճանապարհ է, օրինակ հանդիպման, դու ժամանակ ես խնայում այդտեղ, հա։ Հետո սկզբունքներից էլի, որ քանակն է բերում հաջողության եւ որակի, մանավանդ երբ որ դու սկսնակ ես։ Այո։ Երբ որ դու փորձառու ես, քո ժամանակը ավելի թանկ արժի, հա։ Ու ավելի թիրախային գիտես ու զանգես։ Միգուցե նպատակահարմար չի, որ դու դա անես։ Օրինակ ես ամիս ու կես աշխատելուց հետո իմ ղեկավարին ասացի, խնդրում եմ ինձ օգնական բան արա։ Ես իրան մենեջ կանեմ։ Բա ոնց, ինչի համար, ասի տենց, ինքը թող առաջնային ֆիլտր անի, զանգի, այնքան որ եթե այդ մարդը պատասխանում է, հա, ոչ թե qualified, այլ պատասխանում է զանգին։ Ուղղակի պատասխանում է։ Հա, մի անգամ թեկուզ եթե պատասխանել է, անունը թող ճշտի, ինքնա թե չէ զանգի հեռախոսի հետևում, հա, ինքը թող էդի qualify անի, հետո ես իրան հետ կխոսամ արդեն։ Այսինքն կամաց քո հմտությունները զարգացնելու հետ մեկտեղ, փորձ հավաքելու հետ մեկտեղ դու կենտրոնում ես արդեն ավելի կարևոր բաների վրա, որոնք որ արդյունքի են բերում, հա։ Իսկ եթե համեմատենք այնտեղ կատարած սառը զանգերը, հետո Հայաստանում էլի սառը զանգեր արել ես, թե հա, իհարկե։ Տարբերությունները, հաջողված кейսերը։ Եթե անկեղծ լինեմ, երբ որ ես եկա Հայաստան,
ու ես հետո մտա էլի անշարժ ընկերություն, արդեն բուն real estate agency-ում, որի նաև ես ոնց որ երազանք էլ նաև ունեի, ես ուզում եի agent դառնալ հենց Ամերիկայից, նաև այնտեղ համալսարանը ընդունվել այդ բաժինը։ Ու երբ որ ես եկա ստեղ ու մտա աշխատելու, ինձ իմ տնօրենը ասաց դու ուսանող ես, դու ոնց ես աշխատելու, ասացի ես ամենաքիչ ժամանակը ստեղ կաշխատեմ, բայց ամենաշատ արդյունքը ցույց կտամ։ Ասաց, օքեյ, արի փորձի, հա։ Ու իմ համար ոնց որ gym գնալուց ծանր քաշերով միշտ պարապես, օրինակ 100 կիլոյով ես բանանում, բարձրացնում, իմ համար ոնց որ թեթև քաշ վերցնեի ու սկսեի անընդհատ անել։ Սենց կարգավիճակ էր, ես օրական, ասենք 10 ծառազանգ էի անում, 5 հանդիպման էի գնում ամեն օր ու շաբաթական, այսինքն 30 հանդիպման, 20 հանդիպման։ Ես մի շաբաթ հետո գործարք արեցի, դրանից հետո մի շաբաթ հետո եւս մի հատ գործարք արեցի, լինելով full time բան արկա ուսանող։ Այսինքն ես մի ամսում օրինակ աշխատեցի մոտ $2500 գումար, պրիտոմ ես ուսանող էի այդ ժամանակ։ Okay, վերադարձար, այստեղ արդեն կարելի ասել վերադարձար արդեն կողմնորոշված թե ինչ ոլորտով ես ուզում շարունակես, ու այստեղ շարունակեցիր արդեն աշխատանքը հենց անշարժույթի ոլորտում ու եկավ մի պահ, որ որոշեցիր, որ քո կազմակերպությունը պետք է հիմնես։ Այդ որոշման մասին խոսենք ու կազմակերպության ստեղծման պատմությունը ոնց եղավ։ Ամերիկայում իմ ամբիցիաները բան եղան, թեպետ ի սկզբանե մանկուց իմ մոտ միշտ եղել է, որ ես միշտ կարծել եմ, որ ես պետքա ինչ-որ միտեղ մեծ մարդ դառնամ։ Նույնիսկ այտենց փոքր ժամանակվա անընդհատ ինձ հիշեցնում են մորքուրս ասում էր դու բան ես նախագահ ես դառնալու, ես էլ ասում եմ չէ, ես աշխարհի նախագահ եմ դառնալու։ Okay։ Ու այդ միշտ եղել է, որ ես ուզում եմ ինչ-որ միտեղ ինչ-որ մի բան ստեղծեմ։ Բայց այդ այլ հարց է։ Իրականում եթե հետ նայենք հիմա էլ չի ստեղծի բիզնես, եթե նորից հարցնեի, էլի։ Եկավ ինչ-որ մի պահ, որ ես բացի այն, որ փորձառություն էի հավաքել, բացի այն, որ որոշակի վստահություն ունեի, երևի հիմնական պատճառներից մեկը այն էր, որ ես ավարտեցի բակալավրը եւ միաժամանակ նպատակ ունեի Օքսֆորդում սովորելու, բայց ինչ-որ մի պահ հասկացա, որ դրա համար նաեւ ավել ժամանակ է պետք պարապելու եւ այդ պահին արդեն ընդունվել էի առաջարկ ունեի Անգլիայից 3 համալսարանների ու նաև հենց ուզում էի Անգլիա, ինչի էի ուզում Անգլիա գնալ, որտեղ ինձ շատ հետաքրքիր էր Անգլիայի անշարժույթի շուկան, որտեղ ինքը էլի աշխարհում top շուկաներից է, Լոնդոնի շուկան օրինակ։ Ես ուզում էի այնտեղ սովորեի ու այնտեղ ուսումնասիրեի անշարժույթի շուկան եւ բայց դա նաև ծախսի հետ էր կապված, ես ունեի որոշակի հավաքած գումար, դրա հետ մեկտեղ դիմել էի նաև ամերիկյան համալսարան եւ նենց ստացվեց, որ ամերիկյան համալսարանից արդեն դասերը սկսվեցին MBA բաժինը ու ինձ դուր եկավ ու ես որոշեցի, որ չծախսեմ այն գումարը, որ պետքա գնամ այնտեղ սովորեմ, այստեղ արդեն ինձ դուր է գալիս ուսումը։ Եվ ու իմ մտքով անցավ մի հատ բան, որ եթե ես ընդունվել եմ MBA բաժին, Master of Business Administration, այսինքն ինչ է դա, կամ դու կոնսուլտանտ ես դառնում բիզնեսի, կամ դու top manager ես, կամ դու բիզնես ես անում։ Ես ասացի, իմաստը որն է, որ ես չպետք է ամեն օր այդ ստացած գիտելիքը կիրառեմ։ Ես որոշեցի, որ գնամ իմ ոնց որ երազանքների ճանապարհով, ժամանակը հասունացել է։ Ու բավականին երկար ոնց որ փորձել եմ բան անեմ, պլանավորեմ բիզնեսի ստեղծումը, ու եթե երկար է դա, 3-4 ամիս։ Դե մենակ 3 ամիս անունն էի որոշում։ Այդ արդեն լավ երկար է։ Հա, եթե քո հարցը օրինակ, եթե քո հարցը որոշման կայացման մասին է, իհարկե շատ պատասխանատու էր, նաև հոգեպես ծանր էր այդ որոշում կայացնելը, որովհետև դու պատասխանատվություն ես զգում այդ ժամանակ։ Հա, ու մի հատ հետաքրքիր բան եմ նաև ես ինքս իմ մեջ նկատել ես վերջերս, որ ես հաճախ լսում եմ հաջողակ բիզնեսմենների, որոնք խոսում են նրա մասին, որ ես երբեք չէի պատկերացնի, որ իմ ընկերությունը օրինակ սենց մասշտաբների կհասնի, երբ որ ես ստեղծում էի, մենք ուղղակի, չգիտեմ, գարաժում ինչ-որ բան էինք անում կամ ուղղակի տանը ինչ-որ մի բան էինք անում։
Իմ դեպքում ինքը լրիվ հակառակն էր, ես հենց ի սկզբանե տենց vision ունեի աշխարհը գրավելու, չգիտեմ, Հայաստանը գրավելու, այդ բանով էի մտածում ու տենց ես ամեն ինչ ուզում եմ անեմ, չգիտեմ, ես շենք եմ ուզում սարքեմ, ես ուզում եմ բոլոր մարզերում գրասենյակներ ունենալ, ես ուզում եմ, ես ուզում եմ, հետո հասկանում ես, որ հետ ես գալի ու փորձում ես տենց մաքսիմալ նեղ տեղ խփես, հա, ինչքան հնարավոր է տենց մի հատ ծառայություն տաս ու իրան ամենաընտիր ձևով անես։ Ոնց որ հետ եմ եկել, ես մեծից հետ եմ եկել փոքրը։ Տենց, եթե հետարքիր է անվան մասին ասեմ կամ անունը Կալիբրին ոնց ընտրվեց, եթե 3 ամիս տարել է հենց անունի ընտրությունը։ Ես բան ունեի, ռացիոնալ որոշում էի ուզում կայացնել, ինձ պետք էր, ես ոնց որ կրիտերիաներ էի գրել, ինձ ինչ անունա պետք, ինքը պետքա կարճ լիներ, մի քանի վանկ ունենար։ Ինքը պետքա ընկալելի լիներ հայալեզու մարդկանց համար եւ օտարալեզու մարդկանց համար, ինքը պետքա ասոցիացիա ունենար որոշակի բանի հետ, երբ որ մարդ լսեր այդ բառը, օրինակ Apple խնձորի հետ, չէ՞։ Որպեսզի ինքը հիշվող լիներ, հա։ Այդպես ու ես դիմեցի բոլոր բրենդինգ ծառայություն մատուցող Հայաստանի ընկերություններ։ Մի քանիսը արձագանքեցին հանդիպումներ, ինչ որ առաջարկներ, ոնց որ process-ի մեջ էր այդ ամեն ինչը։ Ես գնում էի գրադարաններ, գրքեր էի կարդում, բառեր, ուղղակի տենց բառեր էի նայում, հա, տենց փնտրում էի, վանկեր, տարբեր հարցումներ, ընկերներ, ծանոթներ եւ այլն ու ինչ որ մի օր բրենդի կայքն էի ուսումնասիրում։ Ու իրանք ինչ-որ լոգոներ էին վաճառում իրանց կայքում ու տեսա գրած էր բան Calibri Consulting ու sense միանգամից ասի վաու էս ինչ էր ու Այովա պրիտոմ ինքը Colibri չի ինքը Այովա ու տենց մտա research բան ուսումնասիրություն խի Calibri բան sense նայում եմ ու տենում եմ ինքը տառատեսակ է նաև ասում եմ ֆանտաստիկ է որովհետև մարդիկ ով բոլորն էլ Word-ով աշխատում են Այսինքն իրենք այդ պահին ուղակի ոնց որ իրենք վաճառում էին նեյմինգով, իրանք վաճառում էին լոգո։ Շատ լավ։ Ես զանգեցի իրանց, մինչև դե հանդիպել էի, որ բրենդինգ անեն, զանգեցի, ասի կարող է լոգոն դուք աշխատեք վրա, ես ուզում եմ փոփոխություններ անեմ։ Ասեցին, չէ, մենք դες չենք անի։ Դե ասեցի, օքեյ, եթե չեք անի, ոնց որ ես էլ այդ անունն եմ վերցնելու էլի։ Լոգոն չեմ վերցնի, անունը կվերցնեմ, բայց մինչև վերցնելը էլի մոտ մի ամիս ոնց որ հարցումներ եմ արել բոլորին, ասում դու լսել ես Calibri, ինչ ես կարծում որ Calibri-ն եմ, ասում հա լսել եմ, ծիտիկը չի, մեկն ասում հա ինչ որ միտեղից լսել եմ, բայց չգիտեմ ինչն է, նո այդ արդեն տառատեսակի հետ էր, ասցի էտա մարդիկ մենակ ինձ են հիշելու, Պրիտոմ ուսումնասիրեցի միջազգային բաներում, գրանցված շատ քիչ կար Calibri անվանումը, Հայաստանում չկար, ասեցի էտա, հա Շատ լավ, այ անունը արդեն ունենք, կազմակերպությունը գրանցել ենք, սկսենք թիմի համալրումից խոսել։ Ոնց ես ընտրել թիմի առաջին մասնակիցներին ու հետո մի փոքր խոսելու ենք այդ կազմակերպության process-ների ու որպես ղեկավար ոնց փոխվեց քո աշխատանքային ոճը, թիմի համալրումը, onboarding, թիմին սովորեցնել այդ վաճառքի հմտությունները, մի փոքր այդ թիմի կազմավորման process-ից խոսենք ու ընդհանուր կազմակերպության process-ներից։ Ինձ այս պահին երևի ամենահետաքրքրող թեմաներից է, որտեղ ես իմ համար, երբ որ ես մտա բիզնես, մի նոր աշխարհ եմ բացահայտում, ոնց որ վաճառքներն էր, իհարկե դա շարունակական process է, ու ես շատ նաև փոքրուց հետաքրքրասեր եմ եղել ու նաև հիմա ինձ փորձում եմ բիզնեսի աշխարհում փորձում եմ այն ինչ որ կա բացահայտեմ ու հասկացել եմ որ ամենամեծ գործոններից մեկը հենց այդ թիմի ձևավորումն է, այսինքն ձեռնարկատիրոջ եթե հարցնեիք որն է ամենամեծ ոնց որ ազդեցություն ունեցող գործոններից մեկը ոչ թե բիզնեսմենը հենց ձեռնարկատիրոջը, որը բիզնեսմենը կապիտալով կարա ինչ-որ մի հատ բան սկսի ու մեջը կառավարող գործընկեր լինի, այդ թիմի ձևավորումն է, առաջնորդությունն է իհարկե բացի ռիսկի գնալու կարողությունից, գիտելիքներից, փորձից ու այդտեղ էլ ես բավականին տրանսֆորմացվել եմ, ձևափոխվել եմ ու մինչ այսօր մոտեցումներս փոխվում են, բավականին շատ ինքնակրթվում եմ նաև ղեկավարման ու ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու տեսանկյունից։ Դե իհարկե սկզբում ես շատ ռոմանտիկ էի, որովհետև ոնց որ նշեցի vision ունեի աշխարհը գրավելու ու այդ շատ մեծ
էներգիա էր տալի նոր ընդունված աշխատակիցներին, այսինքն մարտի գալիս էին, ասում էին դու ես ինչ նպատակասլաց ես, դու ես ինչ բան, ու այդ էներգիան տանում էր, հա, ես ոնց որ ամենօրյա մենթոր էի, ու ես ուղղակի տրանսլյացիա էի անում այն ինչ որ ես ստացել էի, այսինքն ես օրինակ ուղիղ աշխատել եմ իմ մենթորի հետ, ինքը ձեռքից բռնած, ասենք տանում ցույց, նույն ձև ես էի, ասենք ձեռքից բռնած, եւ այլն, դու սենց պետք է անես այն ամեն մատ դետալը եւ այլն, որ պապայի մեծ եղբոր բան այս կարգավիճակով, հա։ Հետո ժամանակի ընթացքում գալիս է ինչ-որ մի հատ փուլ եկավ, որ հասկացա, հələ մի րոպե, բայց ես ոնց որ նպատակ ունեի կամպանիա, ես նպատակ ունեի, բա ոնց անեմ, լավ, ես ես եկել է 5-6-7 հոգի, ես ամեն օր իրանց հետ եմ արդեն զբաղված, ու ես ճղվում եմ արդեն մեջտեղից, ոնց անես, որ ադմինիստրատիվ կտորնել կամպանիայիդ բան անես, որ ինքը զարգանա, դու չես կարա, դու ոնց որ մեջտեղիդ խանգարող օղակն ես դարձել։ Հա, այսինքն այս պարագայում համ դելեգեյթ անելու ոնց որ ուրիշներին գործը տալու խնդիրներ, թե միկրոմենեջմենթերը ավելի։ Նաև միկրոմենեջմենթ, ու ինձ թվում է պետք է լա սկզբում միկրոմենեջմենթ, էլի, եթե դու կապիտալով չես մտե բիզնես անես, եթե դու, այսինքն դու ինչ ես անում, դու ըստ էության բան top վաճառքի մենեջերն ես քո ընկերությունում, կողքից էլ նայում են, բան են անում, էլի։ Դե հա։ Դու չես էլ կարա ուրիշ ձև, միգուցե ինքը բիզնեսի զարգացման ինչ-որ նորմալ էտապ է, ես էլ չեմ կարա ասեմ դրան, ոնց է, բայց հիմա հետ նայելով ես հասկանում եմ, որ ես հմտություններս քիչ էր ղեկավարման։ Ես ինչ էր, բանակում եմ ղեկավար որպես եղել, այսինքն սերժանտ եւ այլն, այդտեղ եմ որոշակի փորձառություն ունեցել, կարելի ասել դա է եղել, հա, եւ նաեւ էջենսիում որ աշխատում եմ, որոշակի չափով առաջնորդություն։ Այդպես, հետո գալիս է ինչ-որ մի հատ էտապ, ասում ես, լավ, հələ մի րոպե, ես ուզում եմ սաղ դասավորեմ, ես ուզում եմ սենս լինի, ու այդտեղ մեկ էլ զգում ես, որ թիմի կողմից դիմադրություն է լինում, բայց խի, բայց ոնց, բա ինչ։ Ինչ-որ մի հատ էտապ եկավ, ես փոփոխություններ էի ուզում անել ընկերությունում, իմ կյանքում էլի բան մասնագիտական ճանապարհում ինքը բավականին փորձառու, իմ համար փորձառություն ապահովող հատված է, հետաքրքիր, որ ես ուզում էի փոփոխություն անել ու տենց նստել եմ գծել, ջնջել բիզնես process-ները, չգիտեմ, coach-ի հետ եմ աշխատում, դասախոսիս մեր բան HR-ը դասավանդում, բանը Մանե Բեգլարյանը, բանը MBA գնացել եմ, ասում եմ ինձ կօգնես ոնց որ բան change եմ ուզում, փոփոխություն եմ ուզում անում ու տենց Harvard-ի գիրքա տվեք case-եր change management-ի բան գնացել եմ ուսումնասիրում եմ բան ու տենց անում ես մեկ էլ fail է լինում total ասում ես, բայց խի բան, հա, տեսականը մի բանը, հա, տեսականը մի բանը փորձ չունես, չգիտես, ոչ միայն բիզնես ինչ է նշանակում դա բիզնես կրթություն, ղեկավարում, այսինքն ոնց կարելի է թիմ ստեղծել, ոնց ղեկավար, որտեղ ես գնում եմ օրինակ MBA սովորում եմ, թույն է ինքը շատ լավն է ինքը, բայց դու սովորում ես կառավարել կորպորացիա օրինակ։ Բայց իրական ինձ խնդրում եմ ասեք, ես գիտեք ինչքան էի հարցեր տալի դասախոսներին, դասերի ասենք մի հատ այնպես փոքր մեկ էլ դետալ եմ Ռուստամ ջան ոնց որ հետո կքննենք հա էլի ոնց անեմ ես այսօր գնամ իմ բիզնեսը այն փոքրիկ բիզնեսը ոնց անեմ ես գնամ զարգանալ ես sense մի հատ խնդիր ունեմ թիմի հետ ես ոնց անեմ չգիտեմ եւ այդ կարևոր հարցեր է վարդ է տենց հիմա ես կարամ ասեմ օրինակ 2.5-3 տարի MBA եմ արել անցած տարի եմ ավարտել բայց երևի դրանից շատ գումար ու ժամանակ 2-3 անգամ ավել ինքնակրթության վրա եմ ծախսել ու մինչ այսօր շարունակում եմ այդպես հիմա ավելի շատ ես փորձում եմ համակարգային նայել բիզնեսին որպես ճարտարապետ բիզնեսի եւ փորձում եմ թիմի համար հետաքրքիր խաղ ստեղծել, որ թիմը նաև կարողանա արդյունքի համար իրան պատասխանատու զգա եւ վատի եւ լավի պատասխանատվություն վերցնի ինքը իր զարգացման ճանապարհը տեսնի, հա, ոչ թե ես տեսնեմ ոնց եմ ես ուզում այստեղից բիզնեսից շահ ունենամ, այլ նաև ինքը տեսնի այստեղի ինչ կարա ստանա այստեղից, հա։ Իրականում այդ ղեկավարակենտրոն կամ ղեկավարից կախված կազմակերպությունների, այսինքն որտեղ տեսլականն ու ամեն ինչ ոնց որ ղեկավարն է ու ինքն է process առաջ տանողը, նմանատիպ կազմակերպություններում ահա որ դժվար է delegate անել այդ ամեն ինչը թիմի վրա ու թիմին մի օր ասել, գիտես,
եթե այս ղեկավարի փոխարեն ուրիշ մարդ լինի, դու էլի պետք է շարունակես նույն արդյունավետությամբ աշխատել ու դու էլ կամպանիայի տեսլականը կիսես ու տանես։ Դե սովորում են մարդուն, շատ հանգամանքներ կա էլի, միջավայրին շուտ ընտանեկան միջավայր է դառնում, բախի, մարդիկ չեն սիրում փոփոխություններ, հետո շատ կարևոր է մարդկանց նաև տեղ հասցնես, քո տեսակետը թե խի ես դու ինչ-որ մի բան ուզում, նպատակի, այսինքն մի նպատակին գնա ամբողջ ընկերությունը, նպատակները տեղ հասցնես մարդուն, ուտեղ արդեն շատ ժամանակ իրավիճակ է գալիս, երբ որ այն հին մարդը ուղղակի չի կիսում քո հետ այդ նպատակը, որին դու գնում ես, այդտեղ լավ ու վատի էլ հարց չկա։ Այդ մարդը ինքը իր ճանապարհն է տեսնում, իր զարգացման ուղին է տեսնում։ Այդպես հիմա ոնց որ տենց այդ ուղղությունն եմ փորձում զարգացնեմ, տեսնենք ոնց է ստացվելու։ Թիմում ունես վաճառքի մասնագետներ, անշարժ գույքի գործակալներ, ճիշտ է։ Խոսենք մի փոքր այդ մասնագետների ստեղծման ու զարգացման process-ից։ Ես օրինակ ծանոթ եմ ավելի ՏՏ ոլորտում նույն վաճառքի ու մարքեթինգի մասնագետների անցած ճանապարհին, այսինքն որտեղից են սկսում, ինչ հարթակներից են օգտվում, ինչ best practice-ներ կա ու ոնց գնալ առաջ։ Անշարժ գույքի ոլորտում ինձ թվում է մի փոքր հայկական շուկայում ավելի խառն է ու ավելի չեմ վախենա ասեմ սիրողական բնույթ է կրում, այսինքն ինչից եմ ասում սիրողական, Instagram-ում ինձ բազմաթիվ ռիլեր ու վիդեոներ ա գալիս սիրողական մասնագետների, ովքեր ոնց որ մի օր որոշում են, որ իրենք անշարժ գույքի վաճառքով են զբաղվելու ու հիմնականում ոնց են վաճառքն անում։ Ռիլ են գցում, որ չգիտեմ, այս փողոցում այս շենքում բնակարան ժողովուրդ ջան ու հիմնականում երևի թե լսած կլինես այդ ժողովուրդ ջան աննախադեպ առաջարկ վաճառում է բնակարան։ Եկեք նայենք։ Հա, այդ ոլորտի մասնագետները, եթե օրինակ սիրողական տեսնում են, որ կարելի է Instagram-ով տուն վաճառել, ոնց իրենց բացատրես, որ չէ, պետք է ինչ-որ մասնագիտական կամ կրթական ինչ-որ բազայով անցնես ու սենց քայլերով գնաս առաջ։ Այ դու ոնց ես օրինակ մասնագետներին վերցնում, ոնց ես կրթում ու պատրաստում այդ աշխատանքին։ Դե եթե ստացվում է իրանց մոտ արդյունավետ է, ոնց որ թող անեն, մի քիչ այդտեղ բողոքել չեմ ուզում այդ բանի մեջ մտնեմ, այստեղ ավելի ոնց որ պրոֆեսիոնալիզմի մասին է խոսքը։ Ոնց կգնահատես այդ պրոֆեսիոնալիզմը։ Դե ինքը շատ բարդ մասնագիտություն է իրականում, ռիելթորությունը, ինչու, որովհետև ստատիստիկ տվյալներ եթե նայենք, ասենք Ամերիկայում ինքը տենց 40+ է տարիքով, այսինքն այդ մարդիկ են այդտեղ աշխատում, որոնք որ նետվորք ունեն, որոնք որ իրանք կյանքում առել, վաճառել են արդեն, մեր մոտ միջին տարիքը 25 տարեկանն է երևի, 20 արդեն էլի։ Ինքը դες մասնագիտական գիտելիքներ է պահանջում, էլի։ Ու առաջին ամենամեծ սկիլը իհարկե կոմունիկացիոն սկիլն է, այսինքն որակյալ շփումը մարդկանց հետ եւ այստեղ շփոթմունք կա, որ կողքից նայելով մարդիկ հասկանում են, թե անշարժ գույք վաճառելու մասնագիտությունը դա մարքեթինգն է կամ բլոգինգն է, հա։ Իհարկե տարբեր շուկաներ տարբեր են, հիմա Դուբայում այդ կոմպոնենտը շատ ավելի զարգացած է, որովհետև այնտեղ հիմնականում առաջնային շուկայի վրա են աշխատում, ինչ են լիդո գեներացիա է ըստ էության, հաճախորդին վերցնում է, գնում է կառուցապատողի գրասենյակ, զուտ ինֆորմացիայի վաճառք է, ավելի շատ էլի, նայած որ շուկաներում, իսկ երբ որ դու ռեալ ու full time այդ աշխատանքով ես զբաղված, ոչ թե part time, պրիտոմ part time աշխատողներն էլ այդտեղ էլ բան կա, էլի, թյուր կարծիք կա, որ դե կողքից բանով զբաղվենք, էլի, հա, ու տեղ ասում ես եղբայր, ոնց որ ես օր ու գիշեր սրա մեջ եմ, հազիվ եմ կարողանում, Հայաստանի շուկայում մի քիչ արդյունքներ գանանել, դու ոնց ես պատկերացնում part time դու ուզում ես պրիտոմ փորձառություն չունես, դու ուզում ես ինչ-որ հաջողությունների հասնես։ Այնպես որ եթե ինչ-որ մեկի մոտ ինչ-որ ձև ստացվում է, նաև հենց մեծ խնդիրներից այն է, որ շուկայում հենց այդ խաղի կանոններ չկան։ Եվ այդ խաղի կանոններ չլինելու պատճառով շատ հաճախ այդ ոչ պրոֆեսիոնալ աշխատանքը, այո, խրախուսվում է արդյունքների տեսանկյունից։ Միգուցե հենց հաճախորդն է ուզում, որ իրան տենց ծառայություն մատուցեն, ինքն էլ էժան այդ ծառայությունը վերցնի։ Ես օրինակ ես վերջերս էլի իմ մոտ ինսայթ է եկել, որ մեր հասարակությունը
պահանջատեր չի ծառայությունների տեսանկյունից։ Ես օրինակ երբեմն շատ խիստ եմ լինում, երբ որ ես ծառայությունից օգտվում, որովհետև նույնն էլ ես ակնկալում եմ, որ իմ հանդեպ դες պետք է լինեն։ Ինձ թվում է շուկայի խաղի կանոնների մասին է, որի շուրջ նաև մենք հենց միավորվել ենք Հայաստանի անշարժույթի գործակալությունների ասոցիացիայի տեսլականով։ Ես առաջին անգամ էի լսում իրականում, որ գոյություն ունի նման ասոցիացիա, ինչքան ժամանակ է գործում ասոցիացիան։ Արդեն 1 տարի է գործում ենք։ Շատ լավ։ Իսկ ո՞րն է ասոցիացիայի դերը, այսինքն դուք ունենալու եք որևէ, այսպես ասած, օրենսդրական ուժ, չասեմ, բայց շուկայում ինչ-որ թելադրող ուժ։ Դե արդեն իսկ հիմա գործում ենք, կարծում եմ շուկայում։ Հիմնական նպատակը դա միասնական դիրքորոշմամբ պետության հետ աշխատանքն է, որովհետև նաև հիմա կադաստրի կոմիտեն նախաձեռնել է լիցենզավորման օրենք անշարժույթի վաճառքով զբաղվող ընկերությունների։ Երկրորդը դա համագործակցության խթանումն է ոլորտում եւ խաղի կանոնների սահմանումը, եւ նաև դրա համար մենք ստեղծել ենք MLS հարթակ, միասնական ցուցակման համակարգ, որը աշխարհում ամենաարդյունավետ գործիքներից մեկն է եւ հիմա օրինակ բոլոր եվրոպական պետությունները, արաբական պետությունները բոլոր այդ ապրանքը իրանց մոտ ուզում են ստեղծեն ու առաջ տանեն։ Մենք մի անգամ մասնակցել ենք երկրորդ տարին արդեն International MLS Forum-ին, որ ոնց որ բոլորը ուզում են միավորվեն մեկ MLS-ի շուրջ, որ պայմանական մենք այստեղից Հայաստանից կարողանանք, ասենք Չեխիայում մտնենք մի համակարգով, համագործակցենք ընդեղի գործակալության հետ եւ գույք վաճառենք մեր հաճախորդին։ Մենք նաեւ այս գործիքն ենք ստեղծում, ըստ էության ստեղծել ենք արդեն։ Եվ մյուս ուղղություններն էլ դե խաղի կանոնները, եթե ասեմ, էթիկայի կանոնները սահմանելն են։ Էթիկա ասվածն էլ այստեղ ոչ թե այդ բան մարդկային շփման էթիկա եւ այլն պրոֆեսիոնալ, նաեւ մենք հստակ ունենք մեր հենց էթիկայի կանոնները, ինչպիսին պետք է լինի գործակալը, հա։ Կրթությունն է հենց այդ մյուս բլոկը եւ Հայաստանի անշարժույթի շուկան ստանդարտացնել միջազգային ստանդարտներով եւ գրավիչ դարձնել նաեւ օտարերկրագնորդների համար, այդտեղ էլ շատ մեծ խնդիր կա 2-3% է Հայաստանում օտարերկրագնումները։ Այդ խնդրից հեսա կխոսենք իրականում, հա։ Այդպես։ Այդ խնդրից խոսենք, հետո նաև կրթական միջոցներին հետ գանք։ Ուրեմն վերջին 2-3 տարիների ընթացքում գիտենք ինչքան փոփոխություններ տեղի ունեցան անշարժույթի ոլորտում, վարձակալության կամ բնականների վաճառքի ոլորտում, քաղաքական, այսպես ասած, տնտեսական մի շարք պատճառներով ու միանգամից կտրուկ գների աճ վարձակալության ու այդ ամենիչի մեջ ներկա պահին ասոցիացիան ինչ որ դեր ունենալու է կամ հետագայում արդեն ինչ որ ձև վերահսկվելու է, նույն, չգիտեմ, տեսակավորում լինելու է, որ նմանատիպ բնականների, օրինակ, վարձակալությունը պետք է լինի այս գնայինի ռեյնջում կամ, չգիտեմ, ըստ կարգավիճակի ինչ որ գների սանդղակ որոշվելու է, թե շուկայում այդ ամեն ինչը մնալու է ոնց որ ըստ վաճառողի ու գնորդի ցանկության։ Շատ հետաքրքիր հարց եք տալիս։ Մենք արդեն օրինակ մի հատ խնդրի լուծում ստացել ենք, դա կադաստրի կողմից հրապարակվող վիճակագրական տվյալների բաշխումներ առաջնային եւ երկրորդային շուկաների միջև, որովհետեւ դառնում է այնպես, որ կադաստրը, որը որ միակ պաշտոնական վիճակագրություն վարող մարմինն է, խեղաթյուրված վիճակագրություններ տրամադրում մարդկանց։ Վաճառողը հրապարակումը ասում է գները 10%-ով կամ վաճառքները 10%-ով բարձրացել են ու ասում է երբևիցե նման դեպք չի եղել Մալաթիա Սեբաստիա համայնքում ամենաշատ վաճառքներն են, ասենք ուղղակի մի հատ շենք է հանձնվել վերածնունդ թաղամասը, վկայականներն են տվել ու գրանցում է եղել, դա վաճառք չի 3 տարվա առաջվա պահանջարկն է։ Ու մեզ վաճառողը մենք էլ օրինակ վաճառողի հետ խոսում ենք, ասում ենք դե գիտես ինչ կա, սենց ասում է հենա, բայց ասում է 10% գործարքի քանակը աճել է։ Ու մենք ոնց որ խոսեցինք անընդհատ տարբեր լրատվականներով, տարբեր ձևերով կադաստրի, ասենք ժողովուրդ ջան, առանձնացրեք առաջնային շուկայի վաճառքները, որոնք 3 տարի առաջ են լինում, խի եք բերում հիմա գրանցում ու խեղաթյուրում վիճակագրությունը։ Դրան հասանք։ Հիմա ինչ ենք մենք տեսնում այդ մասով 2-3 տարի հետո, երբ որ նաև մեր հարթակը գործի MLS-ը, այդտեղ ինքը շատ
ուժեղ գործիք է լինելու նաև վիճակագրական տվյալների համար, որովհետև մենք պահպանելու ենք բոլոր վաճառված գույքերը, բոլոր վաճառքի անված գույքերի տեղեկատվությունը, ու որից կարելի է հանել արդեն ստատիստիկա։ Կարելի է հանել ստատիստիկա ճշգրիտ։ Այդ մասով, ինչ վերաբերվում է այդ երևի ձեր հարցը նաև ի նկատի ունեք օրինակ, որ եկան ռելոկանտները գները բարձրացան եւ այլն, ոնց անենք, որ նմանատիպ բան չլինի։ Այո, ու այդ բարձրացումը չի լինում 10%, 20%, եթե լինում է կրկնակի եռակի բարձրացում, այդ դե ծայրահեղ էլաստիկ ոնց որ պահանջարկ էր այդ ժամանակ, շուկան տենց արձագանքեց։ Դե դրան կան լուծումներ, օրինակ եվրոպական երկրներում ես գիտեմ, որ պատալոգ կա, ռուսերեն ասված ինչ-որ սանդղակ կա, որ սրանից ավել չպիտի հելնի, հա, ինչ-որ տենց ժամանակամեկ ինքը սահմանվում է պետության կողմից։ Հա, պետության կողմից։ Հա, ու այստեղ շատ ուշադիր է պետք լինել բանը, շուկայի այդ հակամրցակցային չդարձնելու, հակամրցակցային օրենք չսահմանելու կամ հակամրցակցային գործողություններ չանելու մասով, հա, որովհետև հիմա մենք չենք կարող ասենք էսա սրանից ներքև մի դիր գինը եւ այլն, որովհետև ազատ շուկայական հարաբերություններ են։ Վերջի վերջո տենց պետքա լինի, պահանջարկի, առաջարկի հիման վրա պետքա գինը ձևավորվի շուկայական գործոնների, քաղաքական գործոնների, տնտեսական գործոնների, դա նորմալ է, տենց պետքա լինի։ Ուղղակի դրան կան գործիքներ, որոնք որ զսպում են որոշակի ռիսկեր, որոշակի խնդիրներ, հա, որ այդ արհեստական պահանջարկը կամ կարճաժամկետ պահանջարկները չկարողանան լուրջ ազդեցություն գործեն երկարաժամկետ։ Այո։ Ու այդ առումով օրինակ նույն 2022 թվականին, թե 23, չեմ հիշում, 22 թվականին ինձ հետաքրքիր էր, որ կենտրոնական բանկը ասուլիս հրավիրեց ու լայն հետազոտություն էր արել, իմ ընկերներից էլ նույնիսկ ներգրաված կային այդ դրա մեջ, ու ասաց, որ էսպային շուկան գերարժևորված է ըստ մեր վերլուծության 25%-ով։ Ես էլ այն ժամանակ ասում եմ, այդ ինչ վերլուծություն եք արել, որտեղից եք վերցրել այն շուկան, ինչ գերարժևորում, հələ տեսեք ոնց է բանում։ Հետո ինձ մեկնաբանեցին, որ դա այդտեղ հաշվի առնվել միջին աշխատավարձը, այդտեղ հաշվի առնվել նվազագույն սպառողական զամբյուղ եւ այլն, որ մեր մոտի պահանջարկի գնային սեգմենտը եւ գնողունակությունը որոշակի ինչ որ բան ունի, հա, չափանիշ ունի։ Ու իրանք ազդակ տվեցին, որ բանկերին մի քիչ ավելի ռիսկային նայեն վարկերի եւ այլն, բայց ոչ մեկ ոնց որ ուշադրություն չդարձրեց դրան։ Հիմա ավելի շատ ոնց որ եկավ այս վերջ 2 տարին կարգավորվում է այդ շուկայական վիճակը։ Այստեղ ամենամեծ խնդիրը գիտեք ուղղակի որն է, ոչ թե այնա որ գինը բարձրանում կամ իջնում է։ Ըստ իմ տեսակետով ամենամեծ խնդիրը դա փոփոխությունների արագությունն է։ Հասկանում եք, որ օրինակ երբ որ պայմանական պետքա գինը իջնի, իրական վաճառքի գներին, որոնք որ իրականում են տեղի ունենում, բայց ու կա երևացող, չէ՞, կան երևացող գները եւ չերևացող գները, գործարքի գները։ Վաճառողները օրինակ չգիտեն դրա մասին կամ հակառակը երբ որ գինը բարձրանում է, հա, տեղեկատվության հասանելիության մասին է փոփոխություն իմանում այդ մասին այնական որտեղից եք իմանում։ Դե չեն իմանում։ Գալիս է ինչ որ մի հատ իրավիճակ, օրինակ չի կարող երկար ժամանակ վաճառի, նոր գինի իջացնում է։ Կամ մի 10 հատ բրոկերի հետ խոսում է, ասում են չէ, թանկ է ծախում, նոր իջացնում է, կամ ոնց իմանաս շուկան աճում է թե չէ։ Ախր դա էլ չես կարող իմանաս։ Որտեղ որոշում տիկայացնես առնես թե չէ, եթե տենում ես շուկան աճում է, ուրեմն լավ վիճակը կարելի է ներդրում անել, пассив եկամուտ ակնկալել, ախր դա էլ չես կարող հասկանաս։ Ամենամեծ խնդիրը հենց այդ է, որ այդ փոփոխությունները պետք է կարողանանք նենց անենք վիճակագրական տվյալների հիման վրա, չգիտեմ, էլի գործիքներ մտածենք, որ փոփոխությունները արագ տեղի ունենան, ոչ թե տարիներով լինեն, հասկանում եք։ Հա։ Բայց քանի որ չկա այդ ինչ որ ինֆորմացիայի համակարգված, այսպես ասած, ինչ որ հարթակ չկա։ Ճիշտ եմ հասկանում, որ տեղական շուկայում ներկա պահին լիստեյը հանդիսանում է երևի թե ամենամեծ աղբյուրը անշարժ գույքի մասին ցանկացած ինֆորմացիա ստանալու։ Ես ճիշտն ասած մեր զրույցին նախապատրաստվելով լիստեյում փորձ մի քանի, այսպես ասած, ուսումնասիրություն եմ արել վաճառքի մարքեթինգի process-ներ հասկանալու ու փորձել եմ մի քանի վաճառքի մասնագետների հետ կապ հաստատել ու կատեգորիկ տարբեր մոտեցումներ եղել են մասնագետներ, ովքեր առավոտից իրիկուն ինձ զանգահարել են առանց հստակ հասկանալու թե ես ինչ եմ ուզում, ինչ չեմ ուզում, ոնց որ առաջին հարցը եղել է կանխիկ փող ունես թե չէ, ու ասեմ նույնիսկ ունեք չի եղել
կամ կնեիք ձեր անունը եւ այլն, միանգամից ալո կանխիկ փող ունես թե չէ, ու դրանից հետո սկսել են իմ WhatsApp-ին կամ Telegram-ին միանգամից ուղարկել ինչ որ նկարներ բնակարանների։ Առանց իմանալու դու ինչ ես ուզում։ Առանց հարցնելու նույնիսկ եղել է տարբերակներ, որ միանգամից ասել են մենք անշարժույթի գործակալություն ենք, այդ պարագայում էլ չեն հարցրել ինչ եմ ես ուզում, միանգամից ասել են գիտեք, որ պետքա կոնտրակտ կնքենք, որ մեր ոնց որ տեսնելու համար հանկարծ չգնաք, այսպես ասած direct կապ չհաստատեք այդ անձի հետո, որ վաճառում է։ Ոնց կգնահատես, էլի վաճառքի այդ երկու տարբերակները, որովհետև ես որպես պոտենցիալ գնորդ ոչ մի տարբերակից գոհ չեմ մնացել։ Երբեմն ես էլ ասում եմ բանա Բեսի բրոկերը լավ բան։ Ես էլ եմ երբեմն բան անում էլի։ Դե լիստայը դրա հետ կապ չունի, ինձ թվում է։ Հա, այստեղ հարթակը լիստայը դրա հետ կապ չունի, դա կապ ունի մեր խնդիրն է, այդտեղ ասոցիացիայի էթիկան կրթություն վաճառքի սկիլերից եթե խոսանք, դա էլ չգիտեմ ով է վաճառքի տրեյնինգներ անում եւ այլն, այդտեղ պետքա բան անել էլի, այսինքն հաճախորդի կարիքները առանց իմանալու ինչի համար ես դու առաջարկանում միանգամից դիստանցիա, չէ՞։ Ահա։ Դե գիտեք ոնց է շուկայում սենց է ինքը, տենց 90%-ը սփռված է 2-3 հոգանոց ինչ որ բրոկերական ընկերություններ կամ ինչ որ մի անհատակ կամպանիայի տակ, որը չի վերահսկվում, որը ինքը կաշխատի, չի աշխատի, տենց ոչ մեկ իրան չի նայում, ինքը միգուցե ունի իր հաճախորդների որոշակի զանգվածը, ինքը իր գումարը վաստակում է։ Ու ըստեղ նորից հաճախորդի պահանջն էլ պետք է ինքն էլ պետք է պահանջի, չէ՞, այսինքն ծառայության որակ։ Ինչ վերաբերում է լիստայեմին ու նաև այդ հարցի պատասխանը թաքնված է այդ լիցենզավորման մեջ իրականում։ Մենք կադաստրը դե օրենք է որոշակի նախագծել, մենք որոշակի դրույթներին դեմ ենք կամ ասում ենք եկեք նստենք խոսենք, բայց ըստ էության մենք ողջունում ենք, որ լիցենզավորում պետք է լինի։ Օրինակ մեր ընկերության բանով ես ներքին հիմա համակարգ եմ ուսուցման ստեղծում, չգիտեմ, միգուցե ապագայում նաև դիտարկեմ մեծ լսարանի համար, հա, ավելի մեծ լսարանի համար։ Եվ որովհետև այդ նույն խնդիրը ես ունեմ, այսինքն իմ մոտ ինչա պետք, ինձ պետքա որակավորված, ուսուցանված, արտադրողականություն ապահովող բան, անշարժույթի գործակալ, որը իմ ստանդարտներով է աշխատում։ Ու դա պատրաստելը երկար ժամանակ է տևում։ Իհարկե։ Հիմա նաև պետք է մտածես ոնց անես, որ այդ ցիկլը կրճատես։ Դա բիզնեսի տեսանկյունից, եթե խոսանք ընդհանուր շուկայի տեսանկյունից, այսինքն հաճախորդներին որակյալ ծառայություն մատուցելու տեսանկյունից, դե իհարկե ասոցիացիան նպատակ ունի ու այդ առումով աշխատում ենք, որ կրթական ծրագրեր ստեղծենք ու արդեն մենք ունենք սպիկերներ ենք հրավիրել երկու, որը մեր թիմերին, ասոցիացիայի թիմերին դասավանդել է բավականին մեծ փորձառություն ունեցող մասնագետի կողմից։ Հիմա ես տեսնում եմ վերջի մի տարին, երկու տարին որոշակի ինչ-որ գովազդներ բերում է։ Չգիտեմ, տենց այդպես որ ասեմ հաջողակ դեռ ինչ-որ кейս կա, չէ, ու անկեղծ ասած գիտեք, նկատում եմ նաև ցանկություն էլ չկա ոլորտի մասնակիցների կողմից կրթվելու։ Ես ավելի շատ տեսնում եմ, որ այս ոլորտը համալրվելու է այլ այսինքն այլ ոլորտներից, միգուցե այլտեղ վաճառքի մասնագետ է աշխատում, հասկանա, որ շուկան գրավիչ է, ու գա այստեղ, հա, այսինքն էլի վաճառ։ Ես տենց եմ տեսնում, որովհետև հների կողմից շատ ավելի քիչ է ցանկությունը որևէ բան փոխելու, տեխնոլոգիա փոխելու, որևէ բան սովորելու։ Դե որտեվ ինքը տենց էլ, որտեվ դու իրան երբ որ կանչում ես, ասում ես, եղբայր, արի սկսենք սենց աշխատել, ասում է, ինչի համար ես արդեն փող եմ աշխատում։ Ասում է, եթե նենց աշխատում է, ինչի դնեմ ձեր այդ process-ներով։ Ինչ ես գլխից լոլո կարդում, էլի։ Հա, հասկացա։ Դե տխուր է իրականում լսել, բայց ստացվում է, որ բավականին, այսպես ասած, կրթական ու պրոցեսային առումով աղքատիկ վիճակ է ներկա պահին, չհամակարգված վիճակ, ասենց ասեմ։ Դե հա, երևի բոլորին պետք չի քաշել։ Եվ թե կան մեծ կազմակերպություններ, իրանք ներքին իրենց համար յուրաքանչյուր կազմակերպություն ինքը ներքին իր համար այդ խնդիրը լուծում է, բայց որպես այդպեսին շուկայում ինչ որ համակարգված վիճակի բերելը։ Դե ես լուծումը տեսնում եմ, որ պետք է խաղի կանոններ սահմանել, պետք է ասոցիացիաներ եւ այլն ոլորտում բան անել, հա, միավորվել գաղափարների շուրջ, հա, տեխնոլոգիաների շուրջ, որ այս աշխատանքային տեխնոլոգիաներն են, որովհետեւ
եթե մի ընկերություն, հիմա օրինակ ինձ վնաս է իմ ընկերությանը, երբ որ դուք ասում եք, որ մյուսները վատ են աշխատում, որովհետև նույն ասոցիացիան իմ հանդեպ է, ու ես ինձ ժամանակ ու ռեսուրս է պետք, որ ես ձեր հանդեպ վստահություն ձեռք բերեմ, հասկանում եք, ինձ վնաս է իրանց, եւ իրանց լավ աշխատելն ինձ օգուտ է։ Ու նույն, ասենք MBA-ում մենք դաս ունենք, ուսումնասիրում էինք հաջողակ պետությունների кейսերը ու բոլոր տեղերը ասոցիացիաները իրանց ոնց որ դերն են ունեցել, օրինակ այդ ոլորտների զարգացման համար պայմանական Բրազիլիայում կոֆեի ուղղությունը ու պետություն ասոցիացիա աշխատանք, հա։ Հիմա մենք հավատում ենք ու մենք մեծ ջանքեր ենք ներդնում այդ ուղղությամբ աշխատելու հարցունքների հասնելու, որտեղ որ մենք կունենանք համախոհներ, որոնք որ մտածում են մեր պես, այսինքն կարևորում են էթիկան, կարևորում են արդյունավետ աշխատանքի տեխնոլոգիաները եւ որոշակի խաղի կանոններ, այսինքն զոհաբերել ինչ-որ բաներ, ինչ-որ հանուն, ինչ-որ ավելի լավ բանի։ Եվ դառնա այնպիսի շուկա, որ օրինակ Հայաստանում հիմա անշարժ գույքի ծառայություններից օգտվողների քանակը մոտավորապես 50%-ն է։ Իսկ ԱՄՆ-ում կամ Կանադայում 90-ից բարձր է, 95%, այսինքն Կանադայում օրինակ անշարժ գույք վաճառողների 95%-ը վաճառում է անշարժ գույքի գործակալի հետ։ Հա, գործակալի միջոցով։ Այն դեպքում, երբ որ օրենք չկա, որ դու պարտադիր պետք է իր միջոցով վաճառես։ Կուլտուրայի, մշակույթի մակարդակով է այդպես։ Ու մտածելակերպն էլ այդպես։ Որովհետև օգտակարա շահավետ է, ավելի թանկ ես վաճառում անշարժ գույքի գործակալի հետ, ժամանակի տեսանկյունից, գնի տեսանկյունից եւ այլն եւ այլն։ Հիմա մենք ուզում ենք մեր շուկան էլ տենց դարձնենք, որ մեր այդ 50 դուք պատկերացնում եք այդ պիցան ինչքան կմեծանա ու ամեն մեկի կտորն էլ այդտեղ իրա կմեծանա, ոչ թե ես սաղ վերցնեմ ինձ, այ եկեք ընդհանուր մեր շուկան մեծացնենք։ Բայց այստեղ մեծ աշխատանք ունեք անելու մարդկանց մտածելակերպ փոխելու, որովհետև եթե ներկա պահին գնորդը մտածում է ոնց շրջանցի գործակալին, իսկ գործակալությունը վախեցած է, որ պիտի շրջանցեն ու առաջինը կոնտրակտի մասին է խոսում, այստեղ լուրջ mindset-ի խնդիր ունենք երկկողմանի, որ պետքա ասոցիացիան ինձ թվում է իր ազեկման ու կրթման լավ աշխատանք տանի։ Հա, այստեղ նաև կասեի մարդկանց մենթալիտետի հարց է, բայց այդ կամք է պետք, հավատ է պետք նրան այն տեխնոլոգիաներին, որոնք որ պայմանական 100 տարի կան արդեն այդ երկրում։ Ուղղակի պետք է հավատալ դրան եւ դրա հետևից գնալ։ Ու մի հատ հետաքրքիր օրինակ դիտարկում էի, ես վերջում նայում էի, բանը կարդում էի միտեղ, որ անշարժ գույքի շուկայի ընդհանուր ծավալը գումարային, հա, կապիտալը աշխարհում մենակ բնակելի անշարժ գույքի շուկայի ֆինանսական այդ ծավալը 300 տրիլիոն դոլար է, որը ասենք ավելին է, քան ֆոնդային բորսայինը կամ ասենք ոսկունը, որը ասենք 20 տրիլիոն է, ասենք ամենամեծ շուկան է ինքը, հասկանում եք։ Եվ պատկերացնում եք ինչքան խաղացողներ կան անշարժ գույքի շուկայում, ներդրում կատարող, ուղղակի բնական անվաճառող։ Մեր մոտ ինքը մի քիչ այտենց սաղմնային փուլում է հիմա։ Փորձեմ նաև հարցնել, թե ինչ կրթական, մասնագիտական ռեսուրսներ խորհուրդ կտաս այն մարդկանց, ովքեր ուզում են վաճառքի մեջ խորանալ ու հատկապես անշարժ գույքի վաճառքի մեջ կամ եթե նույնիսկ անշարժ գույքի չէ, ընդհանուր վաճառքի նյութեր, որոնք քեզ որպես մասնագետ հղկել են ու խորհուրդ կտաս լսարանին։ Կոնկրետ տրեյնինգներ անուններ եք նկատի ունեք թե։ Ցանկալի տրեյնինգների անուններ։ Ինչքան հստակ լինի լսարանի համար, այնքան ավելի լավ։ Ես շատ սիրում եմ օրինակ Անդրեյ Գալավանովին, ռուս սփիքերը, պրիտոմ իր կինը հայ է, ինքը շուշուտ Հայաստան է գնում գալիս։ Ու ինքն էլ իր սովորել է Grand Cardone-ի մոտ, որոշակի հա փոփոխություններով, հենց ուղիղ իրան խորհուրդ կտայի։ Կասեի, եթե շատ սկսնակա նորա վաճառքների ոլորտ ուզում մտնի, որոշակի գրքեր կարդալ։ Ես օրինակ իմ առաջի երևի այդ վաճառքների մեջի գիրքը եղել է աշխարհի մեծագույն վաճառականը, որը այն ժամանակ ինձ շատ էր դուր գալիս։ Եվ կարա անվճար ինչ-որ հոլովակներ YouTube-ում, թեկուզ հին սպիքերների
այն կլասիկ բան է, հա, նոստալժի տեսանկյունից, շատ կան, Հայաստանը մի քիչ են անկեղծ ասած ու ինձ դուր չեն գալիս այդքան մեթոդոլոգիաները։ Ես ավելի կասեի դրսի շուկայի, հա, ու այստեղ ես մի բան եմ հասկացել նաև ինֆոբիզնեսի հետ մեջ, որտեղ ես ակտիվ սպառող եմ ինֆոբիզնեսի։ Այստեղ թանկից էժանը չկա, սկզբունքն է։ Ու ինչքան top այդքան լավ։ Եթե դու ռեալ ուզում ես բան անես, արդյունքի հասնես ու shift անես մասնագիտական, այստեղ պետք է խորանաս, վերլուծես ու շատ մի հատ կարևոր սկզբունք, որ ստացած գիտելիքը, եթե չես կիրառում, անիմաստ է դառնում։ Այսինքն դու այսօր վերցրեցիր այդ գիտելիքը, վաղը պետք է կիրառես։ Այո։ Այդ տրամաբանությամբ այսքան է։ Ու ինձ թվում է գիտելիքը նաև այդ կիրառելուց է հղկվում, որովհետև մի բանը երբ դու տեսական այդ գիտելիքը ստանում ես, բայց պրակտիկայում այդ գիտելիքը կիրառելուց դու եթե կիրառես, ուրիշ արդյունք կստանաս, ես կիրառեմ, ուրիշ արդյունք կստանամ ու այդ փորձը շատ կարևոր է։ Միանշանակ։ Ու մի հատ էլ մարդիկ մեր մոտ Հայաստանում մշակույթը, հասարակությունը շատ քննադատում է սխալվել է։ Այո։ Ես էլի մի ուսուցիչ ունեմ, որը շատ սիրում եմ իր այդ խոսքը, ասում էր սխալները մեր ընկերներն են։ Ու ես նաև ինքս ի մեջ հասկանում, որ ես շատ եմ սխալվել։ Ու այդ սխալվելուն պետք է վերաբերվել, որ եւս մեկ փորձ ճիշտը իմանալու համար։ Այդպես պրոստը պետք է փորձել։ Շատ մերսի է զրույցի համար ու ինֆորմացիայի համար, համոզված եմ լսանում շատերի համար լիքը օգտակար ինսայթներ ունեցանք ու ուզում եմ հաջողություններ մաղթեմ թե գործակալության աշխատանքներում, թե ասոցիացիայում փոփոխություն բերելու, այսպես ասած, ոլորտում նաև փոփոխություններ բերելու մեջ։ Ես եմ շատ շնորհակալ հրավերի համար եւ իմ համար շատ կարեւոր է, որ բացի անշարժույթի ոլորտը զարգանալուց նաև վաճառքի մասնագետները, վաճառքի ոլորտը ավելի գլոբալ Հայաստանում զարգանա, որովհետև ըստ իս վաճառքի մասնագիտությունը դա սուրբ գործ է, եւ եթե վաճառողը Հայաստանում չի վաճառում ապրանք, ապա փոխանակում տեղի չի ունենում։ Հստակ։ Ու ապրանքը չի հասնում տեղ սպառողին, չի օգտվում դրանից, ընկերությունը չի շահում, այդ վաճառքի մասնագետը վարձատրություն չի ստանում, հարկ չի վճարվում ու այդպես շարունակ։ Շրջանը չի աշխատում։ Փոխանակում ապահովող մասնագետը վաճառողն է։ Շատ մերսի։